Փարքնեժդեհին այս վերջի 2 օրվա Իրան-իսրայելական պատերազմը իսկապես մեր ուշադրությունը մի փոքր շեղել էր թրքաբարոյի անբարոյական շրջագայցից եւ քիչ էինք խոսում, թե Թուրքիայում նա ինչ բարբաջեց եւ ինչ պատասխան ստացավ։ Արտաքինից ասեմ, որ ժողովրդական այսպես մի խոսք կա, չէ, ասում է, այնպես էս նայում, ոնց որ թուրքը խոզի մսին, եւ ասեմ, որ բոլորն են դա նկատել, բոլորն են դա շեշտում, որ Էրդողանը Նիկոլին նայում էր ինչպես խոզի մսին, այսինքն թուրքը խոզի մսին։ Այդ հանդիպման ժամանակ զգացվում էր, որ Էրդողանը մեծ զզվանքով է այդ հանդիպմանը գնացել, բայց ճար չունի։ Տեսնեք ինչեր էին բարբաջում երկու ստեկ։ Դե ես երեք ասեցի Խոջալոյի մասին ակնարկեց Ռեջեփ Թայիբը, հա, իսկ Նիկոլը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ դե ինքը այդ ժամանակ լռեց, այսել է թե լռությունը համաձայնության նշան է, որովհետև ինքը պատրաստեց հանգացած զիջման։ Բայց հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ այսպեսի մի բան ասեց, այնքան խառը բաներ տեղի ունեցան, ես նկատել եմ, ուզում եմ ամեն ինչից խոսել, բայց կարող է խոսքից թռիչք գործեմ մի այլ խոսքի, հետո նորից վերադառնամ, ներող կլինեք։ Նա այնտեղ ասեց, եթե մի երկրի հրապարակում, այսինքն Հայաստան հրապարակում այրում են դրոշ, ու հետո շեշտում է հարևանի դրոշ, ու հետո ասում է, այն էլ Թուրքիայի, այսինքն ուզում եմ ասի Թուրքիան մի այսպեսի մեծ հարստություն եւ գանձ է կամ չգիտեմ ինչ կարևոր պետություն է, այսպեսի հարգանքով լցված, մերոնց էլ դարձնելով, որ այս լակոտներ եք, ես ինչ եք անում, Թուրքիայի դրոշն եք այրում։ Մի հարցնող լինի, հետն էլ ասում է հերթացույցով նկարում եւ աշխարհով մեկ սփռում եք։ Հիմի հարց, ողորմելի։ Այդ նույն Էրդողանը, այդ թրի պատմությունը չասեմ, որ ասում է հայերը մեր պապերի մնացած, այդ սրի ծերին մնացածների ժառանգներն են։ Էրդողանին ասեցին այդ գենետիկ, չգիտեմ, ինչ որ հարցեր տվեցին ազգային պատկանելության։ Եվ ինքը այսպեսի մի զզվանքով պատասխանեց, ասեցին ինձ մեկ-մեկ ասում են դու վրացի ես, դու չգիտեմ ես ինչ ես, այսինքն չեն ասում որ թուրք ես, եւ ասեց շատ կներեք արտահայտությանս, նույնիսկ ասում են հայ ես։ Նիկոլ, բայ այդ երկրի դրոշը ինչի պետք է ես պաչեմ դնեմ ճակատիս։ Կամ, այսինքն դրոշ այրելը այնքան վատ արարք է, որ ասենք ցեղասպանությունից վատ արարք է։ Այսինքն որ թուրքերը մեզ կոտորել են, մորթել են, մեր ունեցվածքը վերցրել են, մեզ հայրենազրկել են, բռնաբարել են, սովամահ են արել, տանջամահ են արել, քշել են անապատները, ողջ թաղել են։ Էդ հեչ դրոշ այրելը մեջ։ Տղա դու այդ կարգի պոռնիկ ես։ Նիկոլի ունկնդիրու, ասենք աջակից, որ դու լսում ես այսքան բանը, ուղեղիդ ворթերը չեն շարժում։ Թե ворթերն արդեն կերել են ուղեղդ, էլ ոչ մի բանի չես։ Ես ձեզ ասեմ, ժողովուրդ, ընդհանրապես, երբ որ մարդը ինչ-որ մեկ այդ կռվում վիճում է, պատկերացրեք, խփում է, նույնիսկ մարմնական վնասված կարող է հասցնեն իրար, բանակը փորը կողի, կարող է ներեն հետո իրար, բայց երբ որ արժանապատվությունը վիրավորող հայհոյանք է հնչում, դա չի ներվում, գիտեք, եւ դա կարող է հետագայում այն տուժած տղեն ում որ ասենք խփել են մի հատ էլ հայհոյել են, հետագայում առողջանա եւ այդ վրեժը լուծի սպանելով։ Ասում եմ մարմնական վնասվածքը ներվում է։ Հաշտվում են այդ երևույթը, մեկ ձեռանի կմնան, մեկ ոտքանի կմնան, հասկանում եք, բայց բարոյականությանը կպնող հայհոյանքը կուլ չեն տալիս։ Դա ոչ մի տարի կուլ չի գնում եւ պետք է պատասխանը տրվի։ Հիմա մեր ապուպապերին, մեր ծնողներին բռնաբարել, մորթել, փրթել, էլ չասեմ ինչեր են արել։ Եթե ես դա պետք է կուլ տամ, բա իմ բարոյականությունը որտեղ է։ Բա ինչ խաղաղություն։ Հասկանում եք, երբ որ մարդուն հայհոյում են ու մարդը ձեն չի անում, իրենից ցանկացած նյութական բան կարող են վերցնել։ Հասկանում եք, որտեղ պետք է ասեն դու արժանինքներ չունես։ Հասկանում եք, այդ բարոյական հոգեբանական այդ հենքն է մարդուն էներգիա տալի,
արժանապատվությունն է մարդուն ուժ տալի, որ ինքը տեր կանգնի, իր ֆիզիկապես տեր կանգնի, թե ունեցվածքին, ընտանիքին, հայրենիքին, երբ որ դու այդ բարոյական նորմություն ես, երբ որ քեզ հայոյում են, դու բանտեղ չես անում, ուրեմն դու կորցրել ես դիմադրելու ունակությունը, դու նաև կենսաբանորեն եւ հոգեբանորեն այդ երկու կողմից էլ անբարոյական ես դառնում, ինչը այսօր արդեն ամբողջությամբ ձեռք է բերել Նիկոլը եւ ուզում է մեզ քարոզել, որ մենք հետևենք իր օրինակին։ Ես ելի եմ կրկնում։ Թուրքերը երբեք եւ ոչ էլ ազերիները չեն ստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ Հայաստանը կողմ է հանդիսանում։ Ալիևը շատ խոսում է ռևանշից։ Եվ նա գիտի, եթե 1000 տարին մեկ Նիկոլ է ծնվում Հայաստանում, 100 տարին մեկ Նժդեհ է ծնվում, Անդրանիկ է ծնվում, միաժամանակ Չաուշ է ծնվում, Մոնթե է ծնվում, հասկանում եք, Լեոնիդ է ծնվում, ու էլի տղերք։ Նրանք լավ գիտեն, որ եթե Հայաստանը մնաց կողմ, թեկուզ ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը սարսափելի վնասներ է կերում, բայց մնում է որպես պետություն, որպես կողմ, շատ հնարավոր է, որ 20-30 տարի հետո այդ նույն պետությունը իրենց համար նորից չարիք դառնա։ Ոչ թե հնարավոր է, այդպես էլ պետք է լինի։ Եվ դրա համար իրենք այդ փաստաթուղթը չեն ստորագրելու։ Նիկոլը ոչ թե 17 կես, ուզում է 107 կետ զիջի Աննային էլ հետը։ Ալիևը եւ Էրդողանը այդ թղթի տակ չեն ստորագրելու։ Հասկանում եք, նրանք մենակ մի թղթի տակ կստորագրեն, երբ որ Հայաստանը ստորագրի, որ ինքը դադարում է պետություն կոչվելուց եւ ինտեգրվում է Թուրքիային կամ Ադրբեջանին։ Այսինքն այդ թղթի ստորագրելուց հետո էլ Հայաստան գոյություն չպետք է ունենա։ Միակ փաստաթուղթը դա կլինի, երբ որ Ադրբեջանը ստորագրի կամ Թուրքիան ստորագրի։ Դուք տեսեք, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երրակողմ որ ստորագրել էին թուրքերի եւ ազերիների եւ ռուսների Պուտինն ասաց ինքն է կազմել, այդ նույնն է թե որ ինքը Էրդողան հետ պայմանավորված էր այդ թղթը կազմել, չէ՞։ Եվ ուր է այդ թղթի սուբյեկտը, օբյեկտը, ուր է։ Թղթը կա, բայց ում մասին որ այդ թղթը գրվել էր չկա։ Էս են ռուսներն ու թուրքերը։ Սա են սրանք։ Ու այնտեղ մեկն էլ իմ նախորդ եթերների մեջ գրել էր, ինչ է ուզում ես Թուրքիայի հետ պատերազմ, չէ։ Դու ուզում ես որ թուրքերը գան քեզ ժամը մեկ բռնաբարեն։ Եթե ուզում ես, խնդրեմ դու գնա, ես չեմ համաձայնվում։ Ես քեզ էլ թուրքին էլ կոտորելու եմ, մորթելու եմ, սրի եմ քաշելու, բաց ասում եմ։ Թուրքերը մինչև ծնգաչոք ներողություն չխնդրեն, ցեղասպանության համար եւ չհատուցեն, ես իրենց չեմ ներելու։ Ու այն հային, ովքեր այդ թուրքերի հետ կփորձեն բարեկամանալ, մինչև այս պայմանը։ Դուք էլ արժանանալու եք հայ վրիժառույց սրին։ Մնաք խաղաղությամբ։